Թանկագին հայ սուրբիկ մայմունչիկ։ Իսկույն իպիկը ինձ մոտ է, գնում եմ այսօր մեր սպիտակ կղզին, այնտեղ ուղարկեցեք նոտաները, անհամբեր սպասում եմ, ինչպես եք հայ սուրբչիկ։ Սա հատված է Կոմիտասի մտերմուհի, դաշնակահարուհի, երաժշտագետ, մանկավարժ Մարգարիտ Բաբայանի նամակից։ Մի խոսք գրեցեք ձեր մասին, որքան կուզենայի ձեզ հետ լինել։ Այս սուրբիկը արդեն սուրբչիկ դիմելաձևը խոսում է մտերմության իրենց աստիճանի մասին։ Նման նամակներ շատ կան, եւ այդ նամակների բովանդակությունից, դիմելաձևից հասկանալի է դառնում Կոմիտասի եւ Մարգարիտ Բաբայանի մտերմության աստիճանը։ Շատերն են հարցնում, իսկ սեր եղել է իրենց մեջ։ Իհարկե Մարգարիտ Բաբայանը վստահ եմ, որ սիրահարված էր Կոմիտասին, եւ այդ սերը կապահեց իր ամբողջ կյանքի ընթացքում եւ չամուսնացավ, եւ դրա ապացույցն է նաեւ այստեղ մենք բերել ենք Շուշիկի քրոջ Թորան խոսքերը, որ ասում են մենք որ փոքր էինք, մեր տատիկին հարցնում էինք, ինչու եք դուք ամուսնացած Մարգարիտը, ոչ այդ հարցը տալիս էինք, մի օր էլ տատիկն ասեց ժամանակին նա մեծ սեր է ունեցել ու մեծ կորուստ, ու կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է։ Անգամ շնորհավորական բացիկներն են գաղտնագրերով։ Չմոռանանք, որ Կոմիտասը վարդապետ էր, հոգևորական էր եւ երբեք որևէ գիծ չի հատել, մենք դա տեսնում ենք նամակներում, Բաբայան ընտանիքը իր համար իսկապես ընտանիք էր եւ Բաբայան քույրերին ինքը ընդունում էր որպես իր հարազատ քույրեր։ Մարգարիտ Բաբայանը Կոմիտասի կյանքի բոլոր փուլերում նրա կողքին է եղել։ Դա են վկայում այն նամակները, որոնք թանգարանին են փոխանցել Ֆրանսիայի Վիլժուիֆի հոգեբուժարանից։ Թանգարան ինստիտուտի գիտաշխատողները մի քանի ամիս ուսումնասիրել են Կոմիտասի առողջական վիճակի մասին պատմող 2 տասնյակի հասնող նամակները։ Ամենահին նամակը գրված է 1922 թվականին, երբ Կոմիտասը ֆրանսիական հոգեբուժարանից տեղափոխվել է Վիլժուիվ։ 3 օր հետո բժիշկ Սոլոմոն Լվովը հաշվետու նամակ է ուղարկում Մարգարիտ Բաբայանին։ Հարգելի տիկին, հայր Կոմիտասը գտնվում է իմ խնամքի տակ, արդեն 2 օր է, որ նրա հոգեկան վիճակը կարծես չի փոխվել։ Նա շարունակում է մնալ թշնամական վերաբերմունքով, չի պատասխանում հարցերին։ Հիվանդը լողացել է, բայց նա հրաժարվել է փոխել իր վերնաշապիկը։ Ես նրան ազատեցի հոգևորականի հագուստից, սակայն նա չի ցանկանում ազատվել դրանից, անգամ գիշերը քնում է այդ հագուստով, բայց ինձ ամենաշատը անհանգստացնում է այն, որ նա լավ չի սնվում։ Աստվածատուր Հարենցին ուղված մեկ այլ նամակում էլ կարդում ենք. Մեր հիվանդի հոգեկան վիճակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա շարունակում է փակվել լռության մեջ ու հրաժարվում է կապ հաստատել բնակիչների հետ։ Նա ինձ հետ արդեն քանի տարի բառ չի փոխանակել։ Արխիվային փաստաթղթերում այլ բովանդակությամբ նամակներ էլ կան։ Այդ նամակներից պատկերացում ենք կազմում Կոմիտասի ապրելակերպի, նիստուկացի մասին։ Այս նամակներից նույնիսկ երևում է, թե ընդհանուր հայ համայնքի տրամադրվածությունը Կոմիտաս վարդապետի նկատմամբ, հետաքրքրվածությունը, թե ովքեր էին գալիս, հետո նույնիսկ նամակ ունենք, այսպես փակագիծը բացեմ, որտեղ արգելում են այցելուներ ընդունել, որովհետև ինչ որ մի պահի շատ են երևի դառնում, համարում են, որ դա կխանգարի վարդապետին իր հոգեվիճակը կարող է ինչ որ մի ձև ալեկոծել։ Եվ այդպիսի կիսա կենցաղային, կիսա կազմակերպչական հետաքրքիր մանրամասներ են դուրս գալիս։ Հուշագրությունը Կոմիտասի համար շատ կարևոր է եղել։ Հենց հուշագրության շնորհիվ ենք տեղեկանում, որ եղել են ժամանակներ, երբ վարդապետի զգացողությունը լավացել է, առողջանալու հույսեր կան։ Անգամ մամուլում են հրապարակումներ եղել։ Վերջին նամակները, իմ ներկայացրած վերջին նամակը կլինի 1932 թվականից, բայց մենք գիտենք, որ Կոմիտասն ապրել է մինչև 35-ը, չնայած մենք այսօր կտեսնենք փաստաթղթեր, որոնք մի քիչ այլ դիագնոզներ ունեն իրենց մեջ գրված, բայց կքննարկենք, թե ինչպես եղավ, որ այնտեղ մի բան է գրված, այնտեղ մի բան, բայց կաշխատենք հիմնականում հիմնված լինել միայն վավերագրերի վրա։ Լիլիթ Հարությունյանը խոստովանում է, հոգեպես բարդ էր, սակայն շատ կարևոր էր ուսումնասիրել այդ նամակները։ Հենց այդ նյութերն են թույլ տալիս ավելի ամբողջական ընկալել հայ մեծ երգահանի լռության եւ մեկուսացման շրջանը։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։